Ողջույն, ես Նարեկն եմ։ Ամերիա բանկում զբաղվում եմ ՏՏ բիզնես վերլուծության ստանդարտների եւ մասնագիտական համայնքի զարգացմամբ, աշխատում եմ տասնյակից ավել պրոդուկտների հետ իրենց թվային պրոդուկտների զարգացման շրջանակներում։ Ինչ է ՏՏ բիզնես վերլուծությունը եւ ինչու է այն կարեւոր։ ՏՏ բիզնես վերլուծությունը կապող օղակն է գաղափարի եւ իրականացման միջև, առանց բիզնես վերլուծության դերի կամ այն թերի լինելու պարագայում թիմերում ստեղծվում է իրավիճակ, երբ որ իրականացումը կարող է վտանգվել եւ կատարվել ոչ արդյունավետ կերպով։ Ինչ խնդիր է լուծում ՏՏ բիզնես վերլուծաբանը թիմում։ ՏՏ բիզնես վերլուծաբանը օգնում է թիմին խուսափել սխալ բանը ճիշտ կատարելուց։ Օրինակ բիզնեսը ցանկանում է ունենալ որևէ նոր ֆունկցիոնալություն, որևէ թվային հարթակում, բիզնես վերլուծաբանը միանգամից չի սկսում ուսումնասիրել, թե դա ինչպես կարելի է իրականացնել, այլ փորձում է տարատեսակ հարցերի միջոցով հասկանալ բիզնեսի հիմնական ցավը, այսինքն խնդիրը որտեղ է թաքնված, եւ արդյունքում ավելի հստակեցնելով պահանջները եւ խնդիրը գալիս է ավելի արդյունավետ տարբերակի։ Ինչպես է անցնում ՏՏ բիզնես վերլուծաբանի աշխատանքային օրը։ IT բիզնես վերլուծաբանի աշխատանքային օրը բավականին հագեցած է, հիմնականում շփման մեջ տարբեր հաստիկների մարդկանց հետ, product owner-ներ, ծրագրավորողներ, տեստավորողներ եւ իհարկե բիզնեսի ներկայացուցիչներ։ Հանդիպումների մի մասը դրանք հանդիպում քննարկումներ են, մյուս մասը պահանջների հստակեցումներ, երրորդ տիպի հանդիպումները արդեն առարկայական, մասնագիտական, user story-ների եւ acceptance կրիտերիաների վերջնականացում եւ որոշակի մի մասն էլ արդեն աշխատանքային սեղանի շուրջ վերջնական ձևակերպումներ եւ գրանցումներ։ Որն է ամենաբարդը բիզնես վերլուծաբանի աշխատանքում։ ՏՏ բիզնես վերլուծաբանի աշխատանքում թերևս ամենաբարդը դա անորոշությունների առկայությունն է տարբեր process-ներում, բայց գրավչությունը մասնագիտության կանոնում է նրանում, որ բիզնես վերլուծաբանը իր քրիտիկական մտածողությամբ եւ հետաքրքրասիրությամբ տարբեր հարցերի միջոցով օգտագործելով մասնագիտությանը բնորոշ տեխնիկաներ կարողանում է հստակեցնել պահանջները եւ այդպես առաջ շարժվել։ Ինչ սխալ պատկերացումներ ունեն մարդիկ բիզնես վերլուծաբանի մասնագիտացման մասին։ Ջուրըմբռնում կա, որ բիզնես վերլուծաբանը ամբողջ օրը զբաղված է համակարգչի առաջ բիզնես պահանջները գրելով։ Դա բավականին վտանգավոր մտածելակերպ է։ Իրականում բիզնես վերլուծաբանը, ինչպես նշեցի, տարբեր մարդկանց հետ ակտիվ շփումների մեջ է օրվա մեջ։ Որ հմտությունն է ամենակարևորը սկսնակի համար առաջին 3-ից 6 ամիսների ընթացքում։ Սկսնակ մասնագետներին ես խորհուրդ կտայի չվախենալ հարցեր տալուց, չկա սխալ հարց, կան ճտրված հարցեր։ Իրականում պետք է խորանալ եւ հետաքրքրվել ոչ միայն ինչպես կատարել որևէ խնդիր, այլ ընդհանրապես ինչու կատարել։ Միացիր TechGen-ի առաջի սերնդին։